Մենք բարբերաբար արդեն տարիներ շարունակ 2 տարուց ավել ինչ մեր հայրենակիցները պատանդարության մեջ են, հետևականորեն հետապնդում ենք հարցը, խնդիրը, եթե նկատել եք, սա մեր առաջին ակցիաներից չէ, բազմաթիվ ակցիաներ ենք իրականացրել այս ընթացքում եւ մեր պահանջը իհարկե միայն ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին եւ մասնավորապես ՄԱԿ-ին ուղղված չէ, բոլոր այն միջազգային կազմակերպություններին, որոնք որ ունեն հանձնառություն։ Ակցիաներ տեղի են ունեցել այլ կազմակերպությունների ներկայացությունների առջև եւ հավանաբար կրկին տեղի կունենան։ Սրանք կազմակերպություններ են, ովքեր որ իրոք ունեն հանձնառություն, ովքեր որ ամեն առիթով խոսում են մարդու իրավունքների պաշտպանություններից, հիմնարար ազատություններից եւ կարծում եմ, որ ունեն բազմաթիվ լծակներ, որոնցով որ կարող են ճնշումներ բանեցնել Բաքվի վրա։ Հայտարարել եք, որ դուք ճնշումներից խոսացիք, բայց օրինակ Ադրբեջանը այսպես մի ժեստային քայլ արեց, փակեց իր երկրում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակը։ Դրանով ուզում էր ասել, որ ես իմ վերաբերմունքը թե ինչպիսին է ցանկացած այն միջազգային կազմակերպության նկատմամբ, որը կփորձի իմ նկատմամբ ճնշում գործադրել կամ ինչ-որ բան պարտադրել։ Հիմա դուք ՄԱԿ-ից պահանջում եք, որ նա ճնշում գործադրի, չեք կարծում, որ մի տեսակ իմաստ չունի։ Ադրբեջանի այս տեսակ գործունեությունը հենց սադրանք է միջազգային իրավունքի նկատմամբ։ Ադրբեջանը փոքր պետություն է մեծ աշխարհում եւ կարծում եմ, որ այդպիսի լկտիություններ, վայրագություններ իրեն կարողանում է թույլ տալ միայն անպատճառով, որ չկա իր վրա էական տեսանելի ճնշում, այսինքն միջազգային կազմակերպությունները, այլ երկրները հումանիտար մարդասիրական իրավունքի ներկայացությունները շարժվում են բացառապես կոչերով, հայտարարություններով, այսինքն իրական պարտադրանք չկա Բաքվի վրա։ Կարծում եմ իրական պարտադրանք լինելու պարագայում առնվազն այսչափ լկտիություն Ալիևը իրեն չի կարող թույլ տալ։ Դուք հայտարարության մեջ նշել եք, որ ուզում եք ուշադրություն սևեռել գերիների խնդրին։ Կարծում եք, որ երկրում իդեմս իշխանությունների այդ հարցի շուրջ ուշադրության պակաս կա, ուշադրության սևեռման խնդիր կա, հաշվի առնելով, որ օրինակ ՔՊ պատգամավորը հայտարարում է, որ վերջերս հայտարարել էր, չեմ ուզում անուն նշել, որ ուղղաթիռ էին ուղարկել, թող նստեին գային։ Եթե անուն նշեք, չեմ էլ կարծում, որ ես կամ մեր հանրության լայն շերտեր կճանաչեին։ Ամեն պարագայում ես կարծում եմ, որ ոչ միայն հայաստանյան իշխանությունները անտարբեր են այս հարցի առնչությամբ, նաև տեսանելի նպաստ են բերում մեր հայրենակիցների Բաքվի բանտերում շարունակական պահմանը։ Այսինքն պարզ օրինակ Վաշինգտոնում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, Թրամփ այդ բանակցություններից, երբ որ Թրամփը փորձում էր առաջ քաշել հայ ռազմագերիների հարցը ու Նիկոլ Փաշինյանը խոչընդոտեց դրան, սահմանափակեց այդ հարցը, այո, ես ունեմ այն տպավորությունը, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ամեն բան անել, առնվազն, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը նորից եմ նշում, իր կարգավիճակից բխող գործունեություն է իրականացրել եւ մեկ օր անգամ մեր հայրենակիցներին մենակ չի թողել, Նիկոլ Փաշինյանը ջանքեր է գործադրում, որ նրանք այո, պահվեն Բաքվի բանտերում։